Ay mamamız olursun çok. Böyle. Böyle. Երեխեք ջան, ուրեմն այսօր մնացել է մեր GS-ի վերջին թեման, որը կոչվում է կլասների ժառանգականություն։ Այսօր կխոսանք կլասների ժառանգականությունից, թեման ծավալուն չի, ինքը շատ մեծ գաղափար չի, իր մասին շատ չենք կարելի այդքան խոսանք։ Խոսանք ժառանգականությունից, կհասկանանք ուրեմն ինչն է ժառանգվում ու ըստ դրա իր այդ ոնց է իր գրվածքը, ինչ մեթոդներ են ժառանգվում, ոնց է իր կոնստրուկտորը ժառանգվում ու այդ մասին կխոսանք ու այսքանով կավարտենք մեր GS-ի կուրսը։ Ուրեմն խնդիրներ անենք, մեկ է չորեքշաբթի օրը բոլորին հարմար է, չէ՞, քննությունը դնելու համար։ Մարդ կա երեխեք, որ չորեքշաբթի օրը իրան հարմար չի։ Դե կարանք շուտ էլ սկսենք, ում հարմար է շուտ, կարանք շուտ սկսենք երեխեք, պարտադիր չի։ 4-15 կամ 20, հա, իսկ մարդ կա, ում իրան հարմար է, որ ավելի շուտ սկսվի։ Ուրիշ առաջարկներ։ Երեխեք, ելում է մինչև 4-ը հարմար ասեք։ Մանեի հետ մինչև 4։ Երբ։ Всё, ուրեմն 3:40 Միլենայի հետ կանենք, ուղիղ 4-ի ներքես հարմար է։ Всё, ուրեմն 4:20 էլ Վրեժի հետ ու Մարիամի հետ արդեն ժամը կպայմանավորվենք, հասկանանք։ Всё, երեխեք ջան, ուրեմն չորեքշաբթի օրն էլ կազմակերպենք։ Թեման ուրեմն դոմից սկսած է լինելու, դոմը ներառյալ ու արդեն գալիս է function կոնստրուկտորներով, բանով դուրս գանք կլասով։ Հիմա այսօր ժառանգականությունը նայենք, խնդիրներ լուծենք, հասկանանք, երբ վերջացնենք, արդեն կվերջացնենք։ Control there. Երեխեք, ձեր մոտ էլ է թարմացում եղել այս բաները, թեգերը, բան գունավորումները։ Առաջ այս գույն չէր, չէ՞։ Կապույտով էր։ Ումը թարմացում է եղել, սենց փոխվել է գունային գաման։ Հիմա ձեր մոտ կանաչ չի, չէ՞։ Կապույտ է։ Մեր կոմպերի վրա եղել է թարմացում ու սենց կանաչել է։
Կարող է ուզել, հա։ Հա, հա, վերջում։ Հա, փոխվել է, չէ՞։ Թազա իրանց update-ներն, հա, փոխվել է։ Ինչա ժառանգականությունը։ Երեխեք, կլասների մոտ ժառանգականությունը նշանակում է, որ դու ունես մի հատ հիմնական parent class, այսինքն ծնող կլաս։ Ու ստեղծում ես մի քանի հատ երեխա կլաս, այսինքն child class-ներ ունես, որոնք ստանում են parent-ի մեթոդները, այն մեթոդները, ինչը որ իր մեջ օգտագործվում է, կարող են հնարավորություն ունեն ավելացնելու իրենց մեթոդները, կարող են նաև փոխել իրանց մեջ փոխել ծնողի ուրեմն ներսում օգտագործված մեթոդը։ Հիմա կգրենք մի հատ կլաս, հա, animal կենդանիների վերաբերվող ու կունենանք երկու հատ child class, մեկը շներին, մեկը կատուներին վերաբերվող ու կհասկանանք իրանք ինչն են բան անում, հա, ժառանգում, ոնց են ժառանգում, ոնց է կոնստրուկտորը ժառանգվում մյուս կլասի միջոցով։ Ուրեմն գրում ենք սովորական class animal ունեմ հետևյալ կլասը, որի մեջ ունեմ մի հատ ինքը սպասում է name ու ասում եմ, որ այս name-ը string է։ Կամ name-ը տալիս եմ դատարկ։ Ուրեմն երեխեք, կոնստրուկտոր ունեմ, որը ստանում է name ու ստեղ ասում եմ, որ DC get name-ը հավասար է name։ Այս ինչ բան է դառել։ Ուրեմն ունենք մի հատ մեթոդ, որը ասում է speak մեթոդն է, խոսալու մեթոդն է։ Կենդանիները իրանց խոսալու տարբերակներ ունեն, չէ՞։ Ինքը մի հատ ուրեմն այս speak մեթոդը իրանից ներկայացնում է, ուրեմն ասում եմ console log DC get name plus makes a sound, ասենք, չգիտեմ, հա, ձայն է հանում։ Այս speak մեթոդն է ու ունի իր մեթոդ։ DC get name plus he's eating։ Ունեմ այս կլասը ու ունեմ child class, որը ներքևից գրում եմ ու պետք է էսի ժառանգվի վերևի կլասից։ Ուրեմն ասում եմ class dog, ուրեմն ժառանգելու բառը, որը որ հուշում է, որ այս կլասը ժառանգվել է ինչ-որ մի հատ կլասից, գրվում է extends։ Extends ու ասում եմ, թե որ կլասից է ժառանգվել։ Իրա մեջ էլ գոյություն ունի կոնստրուկտոր,
որ այդ կոնստրուկտորը ինքը ծնողից ժառանգելու է, կոնստրուկտորի մեջ գրվածը։ Ժառանգումը կոնստրուկտորի երեխեք child կլասի կողմից, որ ժառանգում է ծնողի կոնստրուկտորը, գրվում է super բառի միջոցով, super ունակություններ է իրան տալիս, super ու գրում ենք, թե ինչն է ժառանգում, այսինքն name-ը ժառանգում է, stack-ը գրենք, որ կանչում ենք, ուրեմն ծնողի կոնստրուկտորը։ Այս հատվածում, այս սուպերի միջոցով, այսինքն եթե մենք child կլասի մեջ գրում ենք կոնստրուկտոր, տալիս ենք իրան պարամետր ու հետագայում այդ պարամետրը մեզ անհրաժեշտ է, որպեսզի մենք ստանանք մեր ծնող կլասի կոնստրուկտորից, դա կատարվում է սուպերի միջոցով ու հենց այս տողով մենք կանչում ենք մեր ծնողի կոնստրուկտորին։ Ուստեղ օգտագործում ենք մեր speak-ը ու փոփոխության ենք ենթարկում։ DC name-ը plus barks, այսինքն հաչում աշունը։ Ստամ մի քիչ շատ չարված այս բաները։ Հետո ունենք մի հատ է կլաս cat, որը նորից extends է ալնում animal-ից։ Այս պարագայում էլի իր մեջ կա կոնստրուկտոր, իր մեջ name-ը սպասում ու նորից սուպերով ժառանգում է կոնստրուկտորը ծնող։ Իր մեջ է կա speak, մեթոդ, քանի որ բոլոր կենդանիները չեն նույն ձայները արձակում, դրա համար այս մեթոդը տարբեր կենդանիների համար տարբեր է լինում։ Այստեղ ենք ասենք console-ով is get name plus լավում է, դա չեմ սխալվում, սենց է գրում։ Հիմա ունենք երկու կլաս, child կլասներ, cat ու dog կլասները, որոնց որ նշել ենք, որ իրանք extension-ները, այսինքն ժառանգվել են մեր հիմնական parent կլասից, որի մեջ կար երկու մեթոդներ, speak ու eat։ Հիմա առաջինի մեջ ասում ենք, որ DC name plus makes a sound, այսինքն յուրաքանչյուրը իրան վերաբերական ձայնն է արձակում, հա։ Երկրորդի մեջ էլ ասում ենք this name plus is eating, ասում ենք, որ ինքը ուտում է ինչ-որ մի բան։ Հիմա իրանց օգտագործումը ոնց է լինում։ Ուրեմն dog-ը հավասար է new dog ու փոխանցում ենք իրան անունը, ասում ենք, չգիտեմ, Rex, անունը Rex է, շան։ Հիմա ասում ենք dog-ի մեջից օգտագործի speak-ը, եսի սենց, ու ասում ենք dog ջան օգտագործի քո eat-ը։ Եթե ուշադիր լինենք, երեխեք ջան, վերևում մենք dog-ի մեջ չունենք eat-ը, բայց քանի որ ինքը ժառանգվում է,
ավտոմատ ինքը սա էլ է ունենալու։ Հիմա որ գնանք տեսնենք, արդեն պարզ կլինի։ Հա, վրեժ ջան։ Խի, մի րոպե։ Հա, երևի ինտերնետի հետ կապված խնդիր ա եղել։ Էրիկ։ Հա, կարևորը հիմա կապի մեջ ես։ Ուր ես մնացեք, ասես։ Դա գրի միացի։ Եկեք մի անգամից բանն էլ անենք, դե const get answer new get մի անգամից անունն ա սպասում, կատվի ինչ անուն կա չեմ հունում։ Միմի։ Всё, գրեցիր Էրջան, նանք։ Ուրեմն Rex Parks, մի րոպե, երեխեք, ստե շատ վատ ա եղել։ Տեսեք, իրա մեթոդը եկել է, կիրառել է, պլյուս բան արել, փոխել է։ Իսկ այն մեթոդը, որը հիմնական մնացել է, որ սենց տենեն ժառանգվում էր արդեն վերևի կլասից, արդեն այդ բանը, մեթոդը ինքը իրա մեջ պահել է։ Այսինքն ժառանգականության դեպքում, երեխեք, ինքը մեթոդը, որը որ արդեն նորից իրա մեջ չի օգտագործվելու, փոփոխման չի ենթարկվել, նույն ձևով արտապատկերվում է, այսինքն նույն ձևով օգտագործվում է ինչը որ գրած է parent կլասի մեջ։ Հիմա մենք ստեղ ունենք մի հատ speak, մի հատ it ունենք։ Իսկ այս վերևում հիմնական կոնստրուկտորում name-ը ստանում ենք, ու այս name-ը բոլոր իր արդեն child կլասներում փոխանցում ենք կոնստրուկտորի միջոցով, ու այդ կոնստրուկտորը ծնողի կոնստրուկտորը կանչում ենք super-ի միջոցով։ Այսինքն, եթե ես ծնողի մեջ ունեմ կոնստրուկտոր, ու այդ կոնստրուկտորը ուզում եմ օգտագործեմ կոնստրուկտորով ստացած տվյալները,
Այսինքն այս պարագայում name-ն է, կարա բայց ինքը շատ լինի։ Ուրեմն, եթե ես ուզում եմ կոնստրուկտորով ստացած իմ տվյալները փոխանցեմ իմ child կլասին, որը ժառանգվել է իմ կողմից, փոխանցելու համար օգտագործում եմ super-ը։ Super-ի միջոցով super ես գրում ու փոխանցում ես n էլեմենտները, որը որ ուզում ես փոխանցվի, ուրեմն ժառանգված կլասին։ Հետո այն մեթոդը, որը որ ուզում ես փոփոխման ենթարկվի, նորից քո մոտ գրում ես ու նորից փոփոխված ձևով ես գրում, որ քո մոտ այդ ձևով օգտագործվի։ Այսինքն գոյություն ուներ parent class-ում, այսինքն այս վերևի animals-ում գոյություն ուներ speak մեթոդը։ Ուրեմն speak մեթոդի մեջ ասում էր this name plus makes sound։ Այս makes sound-ը օրինակ dog-ի համար բանն էր, barks-ն էր, այսինքն հաչալն էր։ Երբ որ դու ուզում ես այս մեթոդը ռեստավրացիայի ենթարկես, փոփոխության, ինչ-որ մի բան քո սրտով չի, դու այս մեթոդը քո մոտ գրում ես ու նորովի ես ներկայացնում։ Այսինքն ստեղ մենք ասացինք, որ շանը վերաբերվողը դա հաչալն է։ Դրա համար մենք պետք է ստեղ գրենք this name plus ու barks։ Այսինքն այս մեթոդը փոփոխման կարիք ուներ, բայց բոլոր կենդանիներին վերաբերական մեթոդ գոյություն ունի, որը կոչվում է eat, այսինքն ուտում են, բոլոր կենդանիները ինչ-որ մի բան ուտում են, հա, is eating, այսինքն ստեղ գլոբալ խոսվում էր արդեն այս սրա մասին։ Իսկ սա առանձնահատկություն էր, ամեն կենդանու համար առանձնահատկություն, որովհետև յուրաքանչյուր կենդանի արձակվում է ինչ-որ իրան հատուկ ձայն։ Դրա համար այս մեթոդը երկու կլասների մեջ էլ ուրեմն փոփոխության ենթարկվեց, իսկ այս մեթոդը, որը որ արդեն գլոբալ առումով վերաբերում էր բոլոր կենդանիներին, որ բոլոր կենդանիներն ինչ-որ մի բան ուտում են, այս մեթոդը արդեն child կլասների մեջ կիրառություն չունեցավ։ Ու դրսով է արդեն, երբ որ մենք սկսեցինք կանչել այս ամեն բանին, հա, կլասներին, արդեն իրա այս մեթոդը, որը որ եւ չկար իրա մեջ, ինքը ժառանգել էր ծնող, հա, այս parent կլասից ու արդեն իրանից վերցրեց ու օգտագործեց։ Պարզ է երեխեք ջան, ոնց է գրվում, ինչ պրինցիպներով այդ ժառանգականությունը տեղի ունենում։ Ստեղ կարևորագույն ֆակտորը extends-ն է, որի միջոցով մենք ասում ենք, որ այս կլասը ժառանգվել է այս կլասից ու մեկ էլ կոնստրուկտորի ժառանգականությունն է, որը կազմակերպվում է super-ի միջոցով։ Մնացածը արդեն մեր իմացած կլասների կանչն է ու այդ մեթոդների կիրառությունը։ Ու ընդհանրապես իր մեջ մեթոդներ գրելը, ինչ-որ առանձնահատկություններ ներկայացնելը։ Այսինքն, եթե դու գրել ես global մի հատ parent class, որը իր մեջ պարունակում է մի քանի մեթոդներ, այդ մեթոդները կարան լինեն unique, այսինքն կարա լինի մի հատ մեթոդ, որը իր child-երին բոլորին է վերաբերվում, կարա լինի մեթոդ, որ առանձնահատուկ ձևով է վերաբերվում բոլորին, այսինքն բոլոր կլասների մեջ էլ ինքը փոփոխման ենթակա է։ Եկեք մի հատ սենց բան անենք, հա, ժառանգականությանը էլի բնականաբար վերաբերող տեխնիկաների հետ կապված ինչ-որ էլի կլասի օրինակ գրենք, այ հաջորդ օրինակը արդեն դուք ինքներդ կգրեք։ Ուրեմն, Էրիկը կարող է դուրս է մնացել էլի։ Ինչ է կատարում հեսա։ Երեխեք իմ ձայնը լսում եք, չէ՞ մնացածը։ Իսկ կլասների ժառանգականությունը պարզ էր։ Հա, արդեն լսվում է, շատ լավ է, ջան։ Երեխեք, այս ժառանգականության գրվածքը, ընդհանրապես թե ինքը ոնց է աշխատում, դրա հետ վերաբերյալ հարցեր ունենք։
Ուրեմն, հիմա գնացինք, ունենք մի հատ animal class, ոչ իր հետ կապված արեցինք այդ առանձնահատկությունները։ Հիմա մի հատ նոր օրինակ ենք գրում, որը որ վերաբերում է տեխնիկաներին։ Հիմա ունեմ մի հատ class, Vehicle։ Տեխնիկա է նշանակում։ Այս բառը ամենայն հավանականությամբ, բայց պետք է բան անենք, մի հատ ստուգենք։ Տրանսպորտային միջոց, հա։ Փոխադրամիջոց, էլի։ Այս գլոբալ առումով։ Ուրեմն ունենք այս կլասը, երեխեք ջան, այս տրանսպորտային միջոցների կլասը, որտեղ իր կոնստրուկտորին կասենք, որ ինքը պարունակում է, ավելի ճիշտ դրսից սպասում է երկու item։ Ուրեմն, մեկը կլինի brand, այն մյուսներ կդնենք արագություն, speed։ Ստեղ բնականաբար պետք է ասենք DC brand-ը հավասար է brand-ին, ու ասենք DC get speed-ը հավասար է speed-ին, որպեսզի կարողանանք իրար մեջ կիրառենք։ Հիմա ունենք մի հատ մեթոդ, որի անունը կդնենք drive։ Այս մեր drive մեթոդի մեջ կասենք console log this brand plus եկեք ես բաները անենք, որ սիրուն լինի, is driving ճակերտների մեջ is driving at plus this get speed, ասենք այս մեքենան վարում է ոչ եմ այսքան արագությամբ, speed plus էլի պրաբել ու plus կիլոմետր slash h այսքան կիլոմետր h արագությամբ գնում է ու ունի մի հատ էլ stop բան, հա, ինչ անունը մեթոդ, որտեղ էլ կասենք, որ console log this get brand plus probably դնենք plus stop it։ Հիմա այս մեր գլխավոր parent class-ն է։ Ուրեմն ունենք մի հատ class car, որը որ extends ալնում vehicle-ից։ Հիմա ստեղ ասենք, որ կոնստրուկտորը ժառանգում է, այսինքն գրելու ենք կոնստրուկտոր, փակագծերի մեջ ասում ենք, որ ընդունում է brand, ստորակետ ու speed-ը։ Ու այս երկուսն էլ ինքը ժառանգում է, այսինքն սուպերով ժառանգում է։ Սուպեր, փակագծի մեջ գրում ենք, թե ինչն է ժառանգում։ Եթե մենակ brand-ը լիներ կարիք ժառանգելու, երեխեք, ստեղ էլ speed-ը չենք գրի, բայց եթե երկուսն էլ այս պարագայում պետք է ժառանգվի, ուրեմն գրում ենք super ստորակետ
մեկ է speed-ն էլ ես վերցնում, ասում ենք, speed-ն էլ ես ժառանգում, հա, կոնստրուկտորով, հիմա, ստեղ, drive մեթոդը, this brand stop it, հա, էսի բանա, ոնց որ նենց մեթոդ ենք սարքել, որ բոլորի համար ակտուալ է, բայց այս drive-ը պիտի առանձին նշենք, թե մեքենան ինչ արագությամբ է գնում, հա, արդեն այդ արագությունը տանք, ուրեմն գրում ենք drive մեթոդը առանձին մեքենայի համար, drive մեթոդը գրում ենք, ու ստեղ console log-ի մեջ, փոփոխությունը ասում ենք հետևյալ ձևով, this get brand plus car is smoothly driving at plus plus this get speed plus kilometer/h Սենց գրենք, որ մի քիչ կոմպակտ լինի։ Մեկ էլ եկեք բանի համար գրենք, ուրեմն bike, մոտոցիկլետի համար, ուրեմն class bike-ը extensal-ում, էլի բնականաբար, մեր հիմնական class-ից, ու ստեղ գրում ենք, նորից constructor, կոնստրուկտորի ես հատվածը կարանք կոպի անենք, այս երկուսը, ու արդեն իրա համար է, այս նույն console log-ն է, եկեք լավիրա console log-ն է, սենց կերպ console log, ինչ ասում, մեթոդը չեմ գրում, drive մեթոդ, console log, իրա մեջ կասենք, որ this get brand plus դա պրճակորդներ հեռավորության համար plus bike is racing at ու հիմա օգտագործում ենք, դրսում արդեն, հիմա ասում ենք, const car-ը հավասար է, new car, երեխեք հասցնում եք, չէ, գրել եք, եթե մարդկա հետա մնաց է, ասեք սպասենք, նորմալ է գրել եք սաղատ, մարդկա որ չի հասցրել, ուրեմն BMW,
Շարունակություն 270 Просто ասում ենք car get drive մեթոդն ենք կանչում և car get stop այս նույնը ասում ենք ստեղել ստեղակետը դնեմ sense ստեղել այս car-ի տեղը կգրենք bike new bike անունը կդնենք Yamaha հարաբերությունն կդնենք 300 bike get drive ու bike get stop Ստեղ արդեն ասում է BMW car is smoothly driving at 200 km/h, BMW stop it, Yamaha bike is racing at 300 km/h, Yamaha stop it. Պարզեր երեխեք ջան, այս կլասները ոնց է աշխատում, ժառանգականությունը, այդ կոնստրուկտորի ժառանգականությունը ու հետագայում արդեն իրանց օգտագործումը ու մեթոդների կանչը ու օգտագործումը։ Եկեք ձեզ մի հատ էլ առաջադրանք տամ, գրել աշխատակիցների կլաս, որը կընդունի աշխատակցի name և աշխատավարձ, այսինքն salary, և կունենա work method։ Եվ կունենա, եկեք այսքան մասից կտրենք, դնենք ստեղ, և կունենա work method, ու կասի, որ այս աշխատակիցը աշխատում է այսքան գումար, հա? Երեխեք, կարաք մի քիչ ստեղծագործեք, կամ գրեք, չգիտեմ, այս աշխատակիցը ստանում է այսքան գումար, սենց, կամ ինքը ունենա նաև մի հատ ուրիշ լրիվ մեթոդ, ու տենց հավես մի հատ կլասներ, հա, մի հատ հիմնական կլաս, որը կլինի employee, հա, աշխատակիցներ, որն էլ արդեն երկու հատ էլ բան կունենաք, չգիտեմ, մեկը կարա լինի developer, մեկը designer կամ այտենց ինչ-որ երկու կլաս, որոնք որ ժառանգում են, համ կոնստրուկտորն են ժառանգում, համ մեթոդները, համ էլ առանցին իրանց մեթոդները կարան ունենան։ Լավ։
Փորձեք հələ գրեք հասկանանք ինչ կլանցներ կստանանք։
Ապրես մանեջ ջան, լավ է շատ։ Ամենակ ստե չտեսա բանն էլի, սուպեր, սա երկուսն է սուպերը վերցրել։ Լավ է։ Սրտանային հավարկին ես։
Հա, երեխեք ջան։ Էրոր ես ասել։ Մնացած է երեխեք։ Գրում եք։
Երեխեք ջան, լավ, ով չի ուղարկել, անպայման անում ուղարկում եք, այսօրվա մեջ ուղարկեք, ես կնայեմ, լավ, կարձագանքեմ, ուրեմն այս կլասների ժառանգականությունից էլ այսքանն էր ու բան կանենք արդեն, ուղարկեց։ Super overtures, working with salaries, Всё. Ինչա անել ես կողմը։ Ճիշտ է, ջան, ապրես։ Всё, երեխեք ջան, մնացածը կուղարկեք տնա, այս բանը ընթացիկ առաջադրանքը, տնային առաջադրանքը տեղադրված է, չորեքշաբթի օրն էլ կունենանք քննություն։ Կհանդիպենք չորեքշաբթի օրը, կգրեմ արդեն ընթացիկ, հա, որ ժամից սկսած կանենք, առաջինը կանենք Մանեի հետ քննությունը, հետո արդեն ժամային գրաֆիկով մնացածիդ հետ։ Այսօրվա համար էլ այսքանը։ Լավ մնացեք, միշտ չորեքշաբթի երեխեք ջան։